Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը գլխավոր դատախազից փորձեց գնահատականներ ստանալ ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին։ Աննա Վարդապետյանը չմեկնաբանեց, ասաց քաղաքական գնահատականներ չի տա։ Գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում եւ քաղաքական գնահատականներ չի տալիս։ Դուք այլևս վարչապետի օգնականը չեք։ Դուք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն եք, ասեմ, որ այս համազգեստը ձեզ շատ սազում է, ես կհորդորեի դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետև նույն քրեականորեն գրքում կան նաև հոդվածներ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու վերաբերյալ։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ, լսեմ ԱԱԾ-ի պատվալը։ Իսկ ազգային ժողովի ղեկավարը համարում է, որ այդ միջադեպի մեղավորն ընդդիմությունն է եւ Հայաստան խմբակցությունից ներողություն է ակնկալում։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետև այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, այդ լկտիության, պահվածքի հետևանք է։ Փաշինյանին վրդովեցնող երեկվա հարցերից մեկը վերաբերում էր նոր վարչական շրջանի ղեկավարի եւ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուքին։ Ազգային ժողովի նախագահը գնահատական տվեց այդ արարքին։ Կարևոր է, որ այդ հետևանքը հանրապետություն կուսակցությունը գիտակցի։ Պետք է իրանք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Եվ ահա այս համապատկերում ԿՊԱ-ականներն այնուհանդերձ վստահ են, որ հաղթելու են 2026-ի ընտրություններում։ Ավելին, Ալեն Սիմոնյանը վստահ է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կշփվի ժողովրդի հետ եւ կստանա 50+1% ձայն։ Միանձնյա ամենայն հավանականությամբ կազմելու է իշխանություն եւ շարունակելու են բարեփոխումները, որը որ Հայաստանի Հանրապետությանը պետք է։ Ազգային ժողովի նախագահը մեկ լուր էլ հայտնեց. գլխավոր դատախազը գալու է որոշ մարդկանց հետևից։ Ըստ Ալեն Սիմոնյանի կան հարուցված քրեական գործեր, պատժվողներ եւ բանտ գնացողներ կլինեն, եզրափակեց Սիմոնյանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։